Այսօր ազատամարտիկները դարձյալ հավաքվել էին մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի դիմաց, որտեղ հիշեցնենք բուժում է ստանում սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի կենտրոնում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։ Վերջինս մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, ազատամարտիկը ճանաչվել է տուժող։ Ավելի վաղ նա հայտարարեց, որ իրեն ծեծի ենթարկողներից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է։ Թե որն է տեղի ունեցածի պատճառը եւ կամ ինչ խնդիրներ կարող են լինել Ռուբեն Հայրապետյանի եւ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի միջև, նրա մարտական ընկերները տեղեկություններ եւ մանրամասներ չունեն։ Ասում են, թե իրենց խնդիրը երկրում ստեղծված այս ամենաթողության մթնոլորտը վերացնելն է։ Իմ համար ամենակարևորն այս հանցագործությունների, այս բեսպրիձելի, այս թողտվության, ազատամարտիկների վախեցնելու միջոցով ազատամարտիկների դեմ նման գործողություններով ժողովրդին ահաբեկված պահելու այս վիճակը պիտի այս երկրում դադարեցվի։ Մենք միշտ փորձել ենք իրապահ մարմինները որ անեն, եթե իրանք իզորու չեն, ըստ մենք ազատամարտիկները անելիք ունենք, դրա համար հավաքվել ենք։ Ազատամարտիկներին ավելի շատ զայրացրել է այն հանգամանքը, որ Սմբատ Հակոբյանի վրա հարձակում գործել են օրը ցերեկով, առանց թաքցնելու իրենց ինքնությունը, այսինքն դիմակավորված չեն եղել։ Սա Սմբատ Հակոբյանի մարտական ընկերների կարծիքով նշանակում է մեկ բան, որ ամենաթողությունն ու անպատժելիությունն ուղղակի չափ ու սահման չունի։ Մենք գործ ունենք ազգի ակունքներում, պետականության ակունքներում ներդրում ունեցող մարդու մասին։ Որ այսօր այդ մարդը այդ ծեծի է ենթարկվելու այն վիճակով, որ այնքան արյունակորցրել, որ թուրքը հաստատ ամբողջ պատերազմը չէր կարողացել իրականացնել։ Այսինքն մեր համար ցավ է։ Էսի ձեռք չեն բարձրացրել մենակ Սմբատի վրա։ Ձեռք են բարձրացրել բոլոր գիտակից կենթանի մնացած ազատամարտիկների վրա։ Դրանք մեր անցած ամբողջ ճանապարհի վրա են ձեռք բարձրացրել, անկախության, պետականության վրա են ձեռք բարձրացրել։ Այնուհետ բժշկական կենտրոնի դիմաց ազատամարտիկները ժողով անցկացրեցին եւ հայտարարեցին իրենց հետագա քայլերի մասին։ Չնայած որ Սմբատ Հակոբյանի ծեծի առթիվ կա հարուցված քրեական գործ եւ որ իրավապահ մարմինները հայտարարում են, թե իրավական գործընթաց է տեղի ունենում, դրան զուգահեռ ազատամարտիկները մայրաքաղաքում որոնողական ակտիվ աշխատանքներ են իրականացնելու իրենց մարտական ընկերոջը ծեծի ենթարկած անձանց հայտնաբերելու եւ պատժելու նպատակով։ Որտեղ անպայման մենք ուզում ենք, որ գոնե մի անցագործ դրանցից գոնե մեր մոտ ելնելով ինձ թվում է շատ ավելի պարզ ու հստակ կներկայացնի ումից ոնց երբ հաստատել դաշնակցություն ու ինչի համար է այս գործողություններն իրականացվել։ Դրա համար մենք մեր բոլոր տեղերով որոշեցինք ազատամարտներ, որ ավելի ակտիվացնենք մենք եւս որոնողական աշխատանքներ չխանգարելով իհարկե իրավապահ մարմինը իրենց գործողությունները իրականացնելու ու մենք եթե հայտնաբերենք արդեն ինչ դատավճիռ կորոշենք այդ հանցագործի նկատմամբ, դուք անպայման տեղյակ կլինեք։ Ռազմիկ Պետրոսյանն ասաց նաև, որ մարզերից եւս իրենց շատ մարտական ընկերներ ոտքի են կանգնել եւ ցանկություն են հայտնել անցնել ավելի կտրուկ գործողությունների, սակայն ժամանակավորապես կանգնեցրել են մոբիլիզացման գործընթացը։